Այսօրվանից Ռոսելխոզնաձորն ուժի մեջ է մտցնում Հայաստանից դեպի Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները։ 2025 թվականի արդյունքներով համաշխարհային շուկա պանրի մատակարարումներից Հայաստանի ստացած եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար, որից 13.5 միլիոնը բաժին է ընկել ՌԴ արտահանմանը։ 20 թվականից հետո մենք փոքրիկ ժողով արեցինք, գնահատեցինք իրավիճակը, նաև քաղաքական իրավիճակը եւ որոշում ընդունվեց, որպեսզի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ աշխատանքներ տանենք։ Հիմա 5-6 տարի անց ես որպես գնահատական տամ, թե դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ինչ աշխատանքներ ենք տարել, կգնահատեմ որպես վատ։ Բանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով Հայաստանում համապատասխան գերատեսչություններից իրենք էլ են լսել խնդրի մասին, բայց ցավոք սրտի, այո, լսել են մեզ, գլխով sense բանել, համաձայնության են տվել, բայց ոչ ավել։ Այսինքն սիստեման որպես այդպիսին հասարակական կազմակերպությունների եւ պետության հետ համագործակցության մասով դեռ զարգացման տեղ ունի։ Ռուսական արգելքը ըստ մասնագետի կհարվածի միայն արտահանմանը։ Պանրի արտահանմամբ Հայաստանում զբաղվում է 3-ից 4 խոշոր ընկերություն։ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կաթը Հայաստանի Հանրապետության ներքին կարիքները բավարարելու համար անհրաժեշտ կաթնամթերք արտադրելու մասով 50%-ով թերի է, այսինքն այդքան շատ դեռ մենք ունենք զարգացնելու կաթի արտադրությունը Հայաստանում, որի ուղղությամբ նույնպես որոշ աշխատանքներ անում են համապատասխան գերատեսչությունները, տեմպերից գոհ չենք, բայց ամեն դեպքում անում են։ Ըստ Պանրագործների միության նախագահի, մինչ պարենային անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող կաթնամթերքի ոլորտը մնում է անտեսված, պետական աջակցությունն ուղղվում է օրինակ ծաղիկներ արտահանողներին կամ այնպիսի ճյուղերի, որոնք լիովին կախված են ռուսական շուկայից։ Հայաստան ծաղկի աճեցման գործընթացը զարգացած չէր, բայց զարգացել է զուտ պետության կողմից եղած աջակցությունների հաշվին, որպեսզի այդ ծաղիկը գնա Ռուսաստան։ Ինչու՞, որտեղ սանկցիաների արդյունքում Հոլանդիայից եկող ծաղիկները Ռուսաստան չէր մտնում, այսինքն բացեր պետքա լրացնեին։ Ռիսկերը հաշվել էր պետք է եղբայրներ։ Առնվազն պետք է գային Պանրագործների միությանը հարցնեին, արժեր այդ ռիսկի գնալ, թե ոչ։ Դա քաղաքական կողմից սխալ էր։ Ոլորտի ներկայացուցիչները պահանջում են պարենային անվտանգության հստակ ռազմավարություն, ընդգծելով, որ այս ոլորտի ֆինանսավորումն իր կարևորությամբ չի զիջում պաշտպանական ոլորտին։ Հակառակ դեպքում տեղական արտադրողը շարունակելու է մենակ մնալ արտաքին մարտահրավերների առաջ։